ցածր գոհունակությունը, այսինքն 51.4% է, բարձր գոհունակություն 24.6%, հայ առաքելական եկեղեցուց դժգոհությունը, այսպես ասած, 24.8-25% է, այսինքն մոտ 1/4, իսկ բարձր գոհունակությունը 53%, իրեւ եկեղեցին եւս ավանդաբար բարձր վստահություն ունեցող այլքան կառույցներից է։ Հիմա հերթով անցնենք։ Տեսնում ենք եկեղեցու գնահատականը ձախից աջ ժամանակագրական շարքով ապրիլ-մայիսին, մայիսին, հուլիսին, հոկտեմբերին եւ փետրվարին, կարմիրով տեսնում ենք ցածր գոհունակության ցուցիչը, կապույտով տեսնում ենք բարձրը։ Ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ տատանումները մեծ չեն, սակայն հոկտեմբերին որոշակի անկում կա, օրինակ 59.7-ից անկում է եղել 45.4, հետո էլի վերադարձրել 52.9, հուլիսից հոկտեմբեր ամիսներին մեր գնահատմամբ մի իրադարձություն է եղել, որ կարող ազդել, դա եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերահոսման իրադարձությունն որպես այդպեսին եղել այդ ժամանակահատվածում եւ հավանաբար դրա հետ կապված տարբեր դիսկուրս եղավ, հիշում եք գործող իշխանություններին հրավիրել, չհրավիրել եւ այցելել, չայցելել, հետո ինչ-որ տարբեր իրադարձություններ, որոնք ըստ էության հանրային ընկալման մեջ որոշակի ազդեցություն են ունեցել։ Եվ այս տեսանկյունից տեսնում ենք, որ նեգատիվն էլ, ցածր գոհունակությունն էլ ամենաբարձրը եղել է 32.4 հոկտեմբեր ամսին, հավանաբար հանրային ընկալման մեջ սա դրական չի ընկալվել եկեղեցու կողմից, միգուցե հրավերները կամ միջոցառման կազմակերպումը եւ այլն, որտեղ այլ գործողություն այս ընթացքում տեղի չի ունեցել։ Հայաստանի Հանրապետության կառավարության գնահատականի վերաբերյալ ցանկանամ նշել, որ ինչ է տեղի ունեցել ի սկզբանե ապրիլ-մայիսին եղել է 52.6 դժգոհություն, այսինքն նեգատիվը 52.6 է եղել, հետո կարմիրը տեսնում եք անկում ապրել, հիմա էլի բարձրացել է։ Այսինքն նեգատիվը անկում ապրել, հետո էլի բարձրացել է, պոզիտիվն էլ հակառակ կերպով։ Բարձր գոհունակությունը կապույտը 23.1, հետո 34.6, հետո 49, 32.9, 24.6։ Բայց եթե ժամանակագրական շարքը պարզապես ոչ թե նայենք, այլ նայենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այդ ընթացքում, կտեսնենք, որ ապրիլ-մայիսին, նախորդ տարվա ապրիլ-մայիսին, այդ ժամանակահատվածում անկլավների հանձնման եւ այլ թեմաներ էր քննարկվում, որը հիմնականում ազդում էր կառավարության գնահատականի վրա եւ կառավարությունից դժգոհությունը հիմնականում այդ համատեքստում էր, դրա հետ կապված այլ հարցեր էլ կային, որից հետո ինչ տեղի ունեցավ հանուն Դավուշ անուն հայրենիքի շարժում, որը ինչ որ փուլում լուրջ ընթացք տվեց այդ դժգոհությանը եւ դժգոհությունը բարձրացրեց, բայց այդ շարժման կոնկրետ նպատակին չհասնելու հետևանքով որոշակիորեն բարելավվեց տվյալ պարագայում կառավարության վարկանիշը, գոհունակությունը, իսկ հետո նորից խնդրահարույց թեմաների պատճառով հիմա էլի անկում է ապրում եւ քանի որ պարբերաբար շարժումները լինում են գարուն ամսվա ընթացքում, ինչը շատ տրամաբանական է, հիմա մեր գործընկերները կմեկնաբանեն նաեւ, ապա հիմա եւս, այսինքն այստեղ եւս, եթե հիմա լինի մեկ այլ նոր գործընթաց, կարող գործընթացը կնպաստի, որ նեգատիվը էլ ավելի մեծանա, սակայն երբ որ այդ գործընթացը իր հաջողությանը չհասնի, ակնհայտորեն էլի ունենալու ենք մեջտեղը պատկերացրեք, այսինքն նորից կառավարության նեգատիվը իջնելու է, պոզիտիվը բարձրանալու է, եթե տվյալ որևէ գործընթացը շարժում կամ որևէ նմանատիպ ինչ-որ պրոցես հաջողության չհասնի։